ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, ամերիկյան իշխանությունները մեկ ամսվա ընթացքում չեղարկել են ավելի քան 600 օտարերկրացիների վիզա ծննդաբերական տուրիզմի դեմ պայքարի շրջանակում։ Ռուբիոն նաև սխեմաների կազմակերպիչներին մեղադրել է ամերիկյան միգրացիոն օրենսդրությունը չարաշահելու մեջ։ Նրա խոսքով նման ցանցերը օտարերկրացիներին օգնում են խաբել ԱՄՆ վիզային համակարգը, կազմակերպում են նրանց ուղևորությունն ու կացությունը եւ նույնիսկ կեղծում փաստաթղթեր։ Պետքարտուղարությունը ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ, որը ստուգում է վիզա ունեցողների գործունեությունը եւ զբաղվում անօրինական ցանցերի վերացմամբ։ Ռուբիոն ընդգծել է, ամերիկյան քաղաքացիությունը չի վաճառվում։ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ ռուսական զինուժը Դանուբի Ռենի նավահանգստում հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի կառավարման կետին։ Ռենին գտնվում է Մոլդովայի եւ Ռումինիայի սահմանների հարևանությամբ։ Նախարարության տվյալներով Իզմայել նավահանգստում եւս հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանման ժամանակավոր տեղակայման կետին եւ ռազմական բեռների տեղափոխման համար օգտագործվող օբյեկտներին։ ԱՄՆ-ում կործանվել է AH-64 Apache ռազմական ուղղաթիռ, միջադեպը տեղի ունեցել Տեխասում։ Կործանման հետևանքով ուղղաթիռում գտնվող 2 զինծառայողները զոհվել են։ Դեպքի այլ մանրամասներ հաղորդագրության մեջ չեն ներկայացվում։ Զոհերի թիվը ըստ հրապարակված տվյալների 2-ն է։ Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 265-ի։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան։ Նրա խոսքով շուրջ 500 մարդ համարվում է անհետ կորած։ Միաժամանակ այլ տվյալներով անհետ կորածների թիվը գերազանցում է 4100-ը։ Երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 25800 ընտանիք, որոնողական եւ փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Իսրայելն ու Լիբանանը համաձայնեցել են այն երկրների նախնական ցուցակը, որոնք կարող են մասնակցել Հեզբոլլահի զինաթափման վերահսկման մեխանիզմին։ Ցուցակում ընդգրկվել են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան եւ Ինդոնեզիան։ Ենթադրվում է, որ այդ երկրները կարող են մասնակցել մեխանիզմի մշակմանը եւ դրա իրականացման վերահսկմանը։ Նրանք կարող են նաեւ զինծառայողներ ուղարկել դիտարկման կամ ստուգումների մասնակցելու համար։ Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է սեպտեմբերի սկզբին։ Մարոկոն ուժեղացրել է անվտանգության միջոցներն Իսպանիայի հետ սահմանին, Սեուտա զանգվածային ներթափանցման նոր փորձերի կոչերի ֆոնին։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ կարող են կրկնվել հուլիսի վերջի իրադարձությունները, երբ տասնյակ հազարավոր ներգաղթյալներ փորձեցին հասնել քաղաք։ Մարոկոյի ՆԳՆ-ն հայտարարել է, որ նոր ապօրինի սահմանափակման փորձը կանխելու համար ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները։ Սահմանին Մարոկոյան կողմում տեղակայվել են հարյուրավոր ոստիկաններ, ջրցան եւ շտապօգնության մեքենաներ։ Իշխանությունները նաեւ ձերբակալել են մարդկանց, որոնք կասկածվում են զանգվածային սահմանահատման կոչեր տարածելու մեջ։ Ֆրանսիայի հյուսիսում անտառային 2 հրդեհների պատճառով մոտ 1200 մարդ է տարհանվել ճամբարային հանգստավայրից։ Հրդեհները բռնկվել են Պա-դե-Կալե դեպարտամենտում, ափամերձ գոտու մոտ։ Պրեֆեկտուրայի տվյալներով հրդեհներից մեկը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել, սակայն երկրորդ հրդեհի իրավիճակը շարունակում է բարդ մնալ։ Փրկարարների համար դժվար է հասնել հրդեհի վայր, իսկ կրակը շարունակում է տարածվել հարավային ուղղությամբ։ Տարհանված հանգստացողներին տեղափոխել են ժամանակավոր ապաստարանում։ ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորքերի քանակը Կոսովոյում տարածաշրջանի անվտանգության իրավիճակի բարելավման պատճառով։ Այս մասին հայտնել է դաշինքի խոսնակ Ալիսոն Հարթը։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ն սկսել է ճշգրտել իր ռազմական ներկայությունը կողմերի եւ համապատասխան գործիչների հետ խորհրդակցությունների արդյունքում։ Հարթը նշել է, որ որոշումը կապված է տարածաշրջանում ներկայիս անվտանգության միջավայրի բարելավման հետ։ Միաժամանակ նա ընդգծել է, գործընթացը շրջելի է։ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանի խոսքով Թուրքիան Պաղեստինի գործը պաշտպանելու է առավելագույն վճռականությամբ։ Նա Պաղեստինին աջակցել է համարել է ողջ մարդկության, մասնավորապես իսլամական աշխարհի համատեղ պատասխանատվությունը։ Թուրքիայի նախագահը վերահաստատել է Անկարայի աջակցությունը Պաղեստինին միջազգային հարթակներում։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ ինքնուրույն դադարեցնել պատերազմը։ Զելենսկու կարծիքով Ռուսաստանի առաջնորդի ի վերջո ստիպված կլինի դա անել ճնշման ներքո։ Նա հայտնել է, որ Ուկրաինան միջազգային գործընկերների հետ մշակել է Ռուսաստանի վրա ճնշումը ուժեղացնելու գործողությունների ծրագիր։ Զելենսկին նշել է, Կիևը հասկանում է, թե ինչ քայլեր պետք է իրականացնի։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակում մասնակցում կառավարության նիստին, որոշում եմ կայացրել իրականացնել անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն, հայտարարել է Փաշինյանը։ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Ալեն Սիմոնյանը նշանակվել է անվտանգության խորհրդի քարտուղար։
Անհետ կորած զինծառայողների 20 ընտանիքի աջակցությունը կերկարաձգվի եւս 3 ամսով կառավարությունը 18 միլիոն դրամ է հատկացրել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող 20 զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության վճարումները եւս 3 հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների համար նրանք կստանան 300,000 դրամ։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից եւ դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստը սահմանվել է 500,000 դրամ համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ծնված երեխաների դեպքում կշարունակեն գործել ներկայիս երեխայի կարգաթվով պայմանավորված նպաստի չափերը, այսինքն նոր միասնական 500,000 դրամի չափը հետադարձ ուժ չի ունենալու։ Փոփոխություններից հետո ծնողները նպաստի համար կկարողանան դիմել մինչև երեխայի 1 տարին լրանալու ամսվա վերջին օրը։ Աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի հաղթանակ կամուրջը Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ եւ մեր այս աշխատանքի ընթացքում Երևանը նոր փողոց կունենա։ Այս մասին կառավարության օգոստոսի 13-ի նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Առաջարկում եմ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին այդ փողոցն անվանել COP17-ի փողոց՝ ի նշանավորում համաշխարհային միջոցառման։ Բացի դրանից հարակից ենթակառուցվածքները մայթեժ ճանապարհ վերականգնվում են եւ Կարմիր կամրջի հետ մի կարեւոր մաս են կազմում։ Երևանի պատմամշակութային մի կլաստեր եւս ավելանում է նաեւ հանդիպումների եւ միջոցառումների, նշել է Փաշինյանը։ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում ընդունել է գլոբալ բնապահպանական հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն եւ նախագահ Դիեգո Մեսա Պույոյին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Ժորա Գևորգյան Սամվելի եւ ԱՄՄՍՊ-ին պատկանող տարածքներում իրականացված նմուշարման եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողների կողմից իրացվող նկարում պատկերված 3 պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են եղել երեխաների առողջության համար վտանգավոր եւ թունավոր նյութեր։ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանրահարականներ արտադրանքի կամ արտադրանքի խմբականակի իրացման կասեցման, արտադրանքի հետ կանչման եւ արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։ Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել տեսչական մարմնի հետ եւ վերադարձնել դրանք երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։ Վարչապետի արարողակարգի պատասխանատուի ժամանակավոր պաշտոնակատար Էսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնում, ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։ Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցն ազգային ժողովի դեռևս օրակարգում չընդգրկված նախագծերի բաժնում է։ Ըստ նախագծի կփոփոխվի կառավարության անդամների երթման տեքստը։ Նոր տեքստը կշարադրվի հետևյալ բովանդակությամբ՝ հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության եւ զարգացման երթվում են բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության եւ սահմանադրական կարգի ամրապնդմանը եւ գործել իր շահ ներկա ու ապագա սերունդների։ Ըստ նախագծի հիմնավորման գործող տեքստն ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման եւ զարգացման առանցքային տարրերը, որոնք անհրաժեշտ պայմաններ են ժողովրդավարական եւ իրավական պետության համար։ Օգոստոսի 12-ին Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական եւ կրոնագիտական դասընթացների առիթով Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 32 երիտասարդների։ Այս մասին հայտում են Մայրաթորի տեղեկատվական համակարգից։ Վեհապար Հայրապետն ուրախություն է հայտել հայրենիք ժամանած հայրենիների Սուրբ Էջմիածնում համախմբման եւ կրթական ծրագրերում ներգրավման առիթով, որով մեծապես նպաստ է բերվում սփյուռքահայ երիտասարդների ազգային ու հոգեվոր ինքնության զորացմանը, ինչպես նաեւ եկեղեցու եւ հայրենիքի հետ կապի առավել ամրապնդմանը։ Հանդիպման ավարտին հայոց հայրապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ազգային հոգեվոր կյանքի խնդիրներին եւ հայ եկեղեցու գործունեությանը։ Որևէ դատավոր ինչպես իր հորը չի կարող դատել, այնպես էլ հոգևոր հորը, վեհապարը բոլորիս հոգևոր հայրն է։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, ապա անդրադառնալով վեհապարի եւ 6 սրբազանների գործը քննող դատավորի ինքնաբացարկին Էդգար Ղազարյանը նշել է. Դատավորը տվյալ դեպքում Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ է, նկարտություն աստծին, ինքը հայ քրիստոնյա է, իսկ ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր հայրն է եւ առաջնորդն է եկեղեցու։ Հետեւաբար ոնց որ կենսաբանական հոր նկատմամբ մարդը ունի
կաշկանդվածություն եւ որևէ դատավոր օբյեկտիվորեն չի կարող դատել իր ծնողին, նույն տրամաբանությամբ որևէ քրիստոնյա դատավոր չի կարող հանձն առնել դատելու իր հոգևոր հորը։ Տեսեք, եւ քրիստոնեության մեջ այդ խորհուրդները պատահական չեն, ասենք օրինակ իմ զավակները մկրտված են։ Նրանք իմ կենսաբանական զավակներն են, բայց մկրտության պահից նրանց ընկահայրը նրանց հոգևոր հայրն է։ Եվ մենք նրա ասենք մեր խավորին, որ ծննդյան օրը զանգում շնորհավորում ենք, հենց այդ խորհուրդով ենք, որ նա իմ զավակներին հոգևոր հայրն է, այդ ստանձնել է մկրտության պահով նրանց հոգևոր խնամքը։ Մկրտությունը խորհուրդ ունի։ Անդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն կարող Հայաստանի համար էներգակիրների այլընտրանքային աղբյուրներ լինել։ Նրա խոսքով այդ երկրների հետ կապված էներգետիկ կախվածությունը կարող է Հայաստանի համար նոր ռիսկեր ստեղծել։ Ինչպես կարելի է մտածել, որ թշնամական երկրները, որոնք վերջին 100 տարում 2 անգամ մեր իսկ հողում ցեղասպանություններ ու էթնիկ զտումներ են իրականացրել եւ ցանկանում են ոչնչացնել հայերին, հանկարծ հրաժարվելու են իրենց աշխարհաքաղաքական նպատակներից, դառնալու են բարեկամ եւ էներգիային մատակարարելու։ Լրագրողների զրույցում ասել է Սաղաթելյանը, նրա համոզմամբ Ադրբեջանի նպատակը Հայաստանին էներգետիկ կախվածության մեջ դնելն է, իսկ անհրաժեշտության դեպքում էներգակիրների մատակարարման փականը փակելը։ Հետախույզ Արթուր Ավանեսյանի Կանդազի գործով դատական նիստն ավարտվել է հաջորդ նիստն օգոստոսի 19-ին է։ Հունիսի 7-ի ընտրություններին ընդհանրաճ ընտրակաշառքի փորձի վերաբերյալ Ավանեսյանի գործով այսօր հարցաքննվել է վկաներից մեկը։ Հունիսի վերջին դատարանը Կանդազի կալանքը փոխել է տնային կալանքով եւ բացակայելու արգելքով։ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, Ռուսաստանը իրավունք ունի հարձակվելու թշնամական երկրների առևտրային նավերի վրա։ Խոսքային նավերի մասին է, որոնց վերաբերյալ կան բավարար կասկածներ, որ Կիևի շահերից բխող բեռ են տեղափոխում։ Նրա խոսքով նման գործողությունը կարող է իրականացվել ինչպես ռուսական, այնպես էլ չեզոք ջրերում։ Վերջինս նշել է, խոսքը կարող է վերաբերել ցանկացած բեռ տեղափոխող նավի։ Նա պնդել է, որ նման նավերը շատ են։ ԱՄՆ պաշտոնյաները կասկածում են, որ Վաշինգտոնը կկարողանա պաշտպանել իր ռազմաբազաներն ու դաշնակիցներին Իրանի նոր հարվածից։ Մտահոգությունը վերաբերում է Իրանի հնարավոր հակահարվածին։ Խնդիրը հատկապես սրվել է Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ նոր լայնածավալ հարվածի հնարավորության ֆոնին։ Ամերիկացի պաշտոնյաները նշում են, Իրանը արդեն ապացուցել է ամերիկյան ուժերին հարվածելու իր կարողությունը։ Այս մտահոգությունները ուժեղացել են Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման կողմնակիցների դիրքերը Սպիտակ տանը։ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին հայտարարել է, Մոջթաբա Խամենեին չի հայտնվում հանրության առջև անվտանգության պատճառով։ Նրա խոսքով Իրանի գերագույն առաջնորդի այս ռազմավարությունը պայմանավորված է բացառապես անվտանգության նկատառումներով։ Վերջինս նշել է, Իրանի թշնամիները կարող են վտանգ ներկայացնել Խամենեիի համար։ Նա ընդգծել է, որ հրապարակային չերևալու այլ պատճառ չկա։ Միաժամանակ նա խուսափել է պատասխանել, արդյոք անձամբ հանդիպել է Խամենեիի հետ։ Բալիի մոտ գտնվող ջրերում հրդեհ է բռնկվել մոտ 130 մարդ տեղափոխող լաստանավում։ Լաստանավը ուղևորվում էր Ինդոնեզիայի Բալի զբոսաշրջային կղզուց։ Ըստ տվյալների տարհանումը սկսվել է Լոմբոկի մոտ գտնվող ջրերում։ Լաստանավում եղել է 114 ուղևոր եւ 17 անձնակազմի անդամ։ Բոլոր ուղևորների տարհանմանը մասնակցել է ավելի քան 200 անձնակազմ։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Կիևը ՆԱՏՕ-ից խնդրել է ստորջրի ականազերծման եւ պայթուցիկ զինամթերքի տեղափոխման սարքավորումներ։ Պահանջվող տեխնիկայի թվում են ստորջրի անօդաչու թռչող սարքեր, մետաղավորսիչներ եւ խորջրյա սուզման սաղավարտներ։ Ամբողջական հարցման համաձայն Ուկրաինան խնդրել է 15 նավար ստորջրի անօդաչու սարք։ Նախատեսում է նաեւ տրամադրել 50 ստորջրյա մետաղավորսիչ, 1700 ստորջրյա տեսախցիկ եւ 100 հեռակառավարվող դետոնատոր։ ՆԱՏՕ-ի փաստաթղթում պահանջը ներկայացում է որպես մարդասիրական ականազերծման անհրաժեշտություն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, երկիրը փորձում է ներքաշել նոր սադրանքի մեջ։ Նրա խոսքով Վրաստանում արհեստականորեն փորձում են բորբոքել հակառուսական տրամադրություններ։ Կոբախիձեն այդ գործընթացը կապել է խորքային պետության ծրագրի եւ գործակալական ցանցի գործունեության հետ։ Նա պնդել է, որ 2022 թվականից տարբեր ուժեր փորձել են Վրաստանը դարձնել Ուկրաինայի հակամարտության մասնակից։ Վարչապետի խոսքով Թբիլիսիի կողմից այդ պահանջները չկատարելու պատճառով ճնշումը Վրաստանի իշխանությունների նկատմամբ ուժեղացել է։ Չինաստանի եւ Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը օգոստոսի կեսերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժությունները նախատեսում են Թայվան կղզուց արևելք ընկած ջրատարածքում։ Դրանց կմասնակցեն երկու երկրների ռազմածովային ուժերի ֆրեգատներ։ Զորավարժությունների ընթացքում կմշակվեն կապի կազմակերպման եւ ծովում պաշարների համալրման առաջադրանքներ։ Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, նպատակն է բարձրացնել համատեղ գործողությունների կարողությունը։
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինան հարվածել է Նովորոսիսկում գտնվող ռուսական ռազմածովային բազային։ Նրա խոսքով այն Սև ծովում ռուսական նավատորմի վերջին հիմնական ֆորպոստն է։ Զելենսկին գործողությունը անվանել է եզակի։ Նրա տվյալներով կիրառվել են ռեակտիվ դրոններ, հրթիռներ եւ ծովային անձնակազմ համակարգեր։ Հաստատվել է հարվածը հակաօդային պաշտպանության դիրքերին, կառամատույցներին եւ նավահանգստային ենթակառուցվածքին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Կուբան մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտը կմտնի փոփոխությունների անդառնալի ուղի։ Նա ասել է, որ կղզին կշարժվի դեպի բոլորովին այլ ապագա։ Ռուբիոն նշել է 70 տարի գոյություն ունեցած համակարգը հնարավոր չէ քանդել մեկ գիշերում։ Նրա խոսքով դրա համար անհրաժեշտ է անցումային շրջան։ ԱՄՆ պետքարտուղարը որպես օրինակ բերել է կոմունիզմի անկումից հետո արևելյան Եվրոպայի երկրները։ Նա նշել է, որ դրանցից պահանջվել է մոտ 3-ից 5 տարի ներկայիս վիճակին հասնելու համար։ Reuters-ը հայտնում է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հրադադարի երկարաձգման հարց չի քննարկվել։ Իրանցի պաշտոնյայի խոսքով Թեհրանը հրադադարը համարում է անվավեր։ Իրանի պնդմամբ ԱՄՆ-ն փոխըմբռնման հուշագիրը խախտել է դրա ստորագրումից ընդամենը 48 ժամ անց։ Այդ պատճառով հրադադարի երկարաձգումը Թեհրանի համար քննարկման թեմա չէ։ Միաժամանակ կողմերը քննարկում են հուշագրի դրույթներին վերադառնալու եւ դրանց իրականացումը ապահովելու հնարավորությունը։ Պաշտոնյան նշել է, որ այդ ուղղությամբ առայժմ առաջընթաց չկա։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Հայկ Ֆարմանյանին։ Նշենք, որ նորընտիր ազգային ժողովում շարունակվում են հանձնաժողովների նախագահների ընտրությունները։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ վերջին հայտարարությունները, նշելով, որ ստորագրված փաստաթղթերում նման արտահայտություն չկա։ Այս մասին Եղոյանն ասել է ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին։ Այստեղ փաստարկի ու հակափաստարկի հարց ընդհանրապես չկա, կան ստորագրված փաստաթղթեր, հայտարարություններ, նույնիսկ նախաստորագրված համաձայնագրի նախագիծ եւ այդ բոլոր փաստաթղթերում որևէ տեղ չեք հանդիպի Զանգեզուրի միջանցք արտահայտությանը, նման բան չկա։ Քաղաքական խոսույթի մակարդակում շատերը շատ բան կարող են ասել, մենք էլ ենք ասում, որ նման հասկացություն նման տերմինով ենթակառուցված Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն չունի։ Հայաստանի տարածքում գոյություն ունի թրիպ նախագիծը, որի տակ դրված են Ադրբեջանի նախագահի, ԱՄՆ նախագահի եւ Հայաստանի վարչապետի ստորագրությունները։ Դրան հաջորդել են այլ փաստաթղթեր եւս, այդ թվում օրեր առաջ հրապարակված Եռակողմ համատեղ հայտարարությունը օգոստոսի 7-ի համաձայնության մեկամյակի առիթով եւ այստեղ եւս այդ արտահայտությունը չկա, նշել է Եղոյանը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դեռ ամբողջապես չի անցել նոր համազգեստի եւ կարծես թե դեռ պարզել չէ, թե բանակի համազգեստը երբ վերջականապես կփոխվի։ Գերատեսչության կողմից բարբերաբար հրապարակվող լուսանկարներում եւ տեսանյութերում երևում է, որ նոր համազգեստը կրում են գլխավոր շտաբի պետը եւ այլ բարձրաստիճան սպաներ, իսկ մյուսները դեռ հին համազգեստով են։ Այս առնչությամբ Սպուտնիկ Արմենիան հետաքրքրվել է, թե երբ է Պաշտպանության նախարարության ղեկավարությունը փոխելու ամբողջ անձնակազմի համազգեստը, հաշվի առնելով, որ այդ անցումը նախատեսվում էր դեռ 2024 թվականին։ Համազգեստների ներդրման գործընթացն ընդհանուր առմամբ պայմանավորված է ներկայումս իրականացվող զորային փորձարկման լեգարդների, ինչպես նաև դրանց տեխնիկական բնութագրերի ուսումնասիրության արդյունքներով, ուստի փորձնական ներկրված համազգեստները հատկացվել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև բարձրագույն սպայակազմին, պատասխանել են Պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչությունից վստահեցրել են, որ բանակի ամբողջ անձնակազմին նոր համազգեստով ապահովելու գործընթացը շարունակվում է եւ նոր նմուշների ամբողջական ներդրման ժամկետների մասին կտեղեկացնեն, երբ ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը լինի վերջնական ու հստակ։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն ազգային պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը հազանգում է, որ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ոչնչացվել է մարտի 3-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Նրա խոսքով ադրբեջանական սոցիալական ցանցերում տաճարի ոչնչացումը ներկայացվում է որպես հաղթանակ։ Ավանեսովը նշում է, որ սա առանձին դեպք չէ, այլ Արցախի հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման քաղաքականության դրսևորում։ Նա միջազգային հանրությանը կոչ է անում անցնել հայտարարություններից գործնական քայլերի մշտադիտարկմամբ, փաստագրման եւ պատասխանատվության մեխանիզմների ներդրմամբ։ Նրա խոսքով Մայր տաճարի ոչնչացումը պետք է դառնա միջազգային իրավական ու քաղաքական օրակարգի հարց, քանի դեռ Արցախի հայկական ժառանգության պահպանված հուշարձանները հնարավոր է փրկել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել չնեղանալ կապիտուլյացիա տերմինից 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ավարտի կապակցությամբ Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն։ Իրականում Հայաստանի համար դա կապիտուլյացիայի ակտ էր, քանի որ Հայաստանը հանձնվեց, նշել է Ալիևը։
Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 190-ի, իսկ վիրավորներինը 1679-ի։ Ամենաշատ զոհերը գրանցվել են Կալիում 95 եւ Պերեյրայում 81 մարդ։ Քիբդոյում զոհվել է 9, իսկ Մանիզալեսում 5 մարդ։ Կալիում, Պերեյրայում, Արմենիայում, Քիբդոյում եւ Մանիզալեսում շարունակում է գործել կարմիր վտանգ ռեժիմը։ Այսին քաղաքներում ամբողջությամբ փլուզվել է 243 կառույց։ Տուժած շրջաններում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքներն ու վնասների գնահատումը։ Իրանը քննարկում է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտը շարունակելու տարբերակը։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի խորհրդական բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին։ Նրա խոսքով նպատակն է ստեղծել այնպիսի զսպման մակարդակ, որը ԱՄՆ-ն այլևս չհամարձակվի հարձակվել Իրանի վրա։ Վերջինս նշել է, պատերազմի երկարաձգումը կարող է հյուծել հակառակորդին եւ բարձրացնել Իրանի դեմ նոր հարձակման գինը։ Ռուսաստանը ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի եւ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին, որը 2022-ից գտնվում է ռուսական բանտում։ Թրամփը հայտնել է, որ ազատ արձակումը տեղի ունեցել իր եւ Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո։ Թրամփի խոսքով որոշումը կայացվել է հումանիտար նկատառումներով։ Նա ընդգծել է Ռուսաստանը ազատ արձակման դիմաց որևէ բան չի պահանջել։ Բանտարկյալների փոխանակում նույնպես չի իրականացվել։ Թրամփը նշել է, Գիլմանի առաջին խնդրանքներից մեկը եղել է համեղ չիզբուրգեր։ Իրանը կոչ է այլ Կասպից ծովի ափամերձ երկրներին ավելի շատ խորհրդակցություններ անցկացնել տարածաշրջանում անվտանգության հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքմենստանում Իրանի դեսպան Ալի Մոջթաբա Ռուզբեհանին։ Նրա խոսքով դեռևս երկար ճանապարհ կա Կասպից ծովում ուղիղ բազային գծերի որոշման շուրջ համաձայնության հասնելու համար։ Բանակցությունները ներառում են նաև թմրանյութերի եւ որսագողության դեմ պայքարի հարցերը։ Դեսպանը կարևորել է նաև ռազմական վստահության ամրապնդման ուղղությամբ համագործակցությունը։ Նա նշել է Իրանի հետ պատերազմի ընթացքում Կասպից ծովի իրանական ափամերձ քաղաքներն ու նավահանգիստները նույնպես ենթարկվել են հարձակումների։ Իսրայելի կողմից Գազայի խաղաղության ծրագրի մերժումից հետո ԱՄՆ դաշնակիցները սկսել են կասկածել Վաշինգտոնի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարողությանը։ Պոլիտիկոյի տվյալներով դա նաև հարցեր է առաջացել ԱՄՆ-ի ընդհանուր ազդեցության վերաբերյալ Մերձավոր Արևելքում։ Մի շարք դիվանագետներ կարծում են, որ Վաշինգտոնը կամ չունի անհրաժեշտ լծակներ կամ քաղաքական կամք դրանք օգտագործելու համար։ Դիվանագետների մտահոգությամբ իրավիճակը կարող է հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար։ Նրանցից մեկը նշել է Դոնալդ Թրամփը միակն է, ով կարող է փորձել ճնշել Բենյամին Նեթանյահուին։ Մյուս դիվանագետի խոսքով Իսրայելի նկատմամբ հանգստությունը կարող է հանգեցնել նոր մաքսիմալիստական պահանջների։ Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը երկնքում սպասվում են միանգամից 3 ուշագրավ աստղագիտական երևույթներ։ Դրանց թվում են մոլորակների շքերթը, Արեգակի ամբողջական խավարումը եւ Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը։ Լուսաբացից առաջ հնարավոր կլինի տեսնել Յուպիտերը, Մերկուրին, Մարսը, Ուրանը, Սատուրնը եւ Նեպտունը։ Արեգակի ամբողջական խավարման առավելագույն փուլը Երևանի ժամանակով սպասվում է 21:47-ին։ Հայաստանը խավարման ամբողջական գոտում չի հայտնվի։ Նույն գիշեր Պերսեիդների ակտիվության առավելագույն փուլում մութ երկնքում հնարավոր կլինի տեսնել ժամում մի քանի տասնյակ ասուպ։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է արևմտյան երկրների կողմից ռուսական առևտրային նավերի հնարավոր գրավման դեպքում Ռուսաստանը հայելային պատասխան կտա։ Նա նշել է, որ այդ պատասխանը կարող է տարածվել նաև Խաղաղօվկիանոսի վրա։ Պուտինի խոսքով ՆԱՏՕ-ն աստիճանաբար ներթափանցում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ ՌԴ նախագահը արևմտյան սպառազինությունների տեղակայման ծրագրերը սպառնալիք է համարել Ռուսաստանի համար։ Նա անդրադարձել է նաև Ճապոնիային, որը Ռուսաստանին ներառել է հիմնական սպառնալիքների շարքում։ Պուտինը միաժամանակ հայտարարել է Մոսկվան Տոկիոյի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Հյուսիսային Կորեան անհայտ արկի արձակել դեպի Ճապոնական ծով։ Հարավային Կորեայի զինվորականների նախնական գնահատմամբ արձակվածը բալիստիկ հրթիռ է եղել։ Արձակումը տեղի ունեցել Վոնսան քաղաքի մոտ գտնվող տարածքից։ Հյուսիսային Կորեան վերջին անգամ բալիստիկ հրթիռ էր արձակել օգոստոսի 6-ին։ Ուժեղ Հայաստան կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնել է պաշտպան Արմեն Ֆերոյանը, նկատի ունենալով, որ Ալեքսանյանին կալանավորելը խիստ ապօրինի բնույթ է կրում բոլոր ուղղություններով եւ հիմնավոր կասկածի եւ կալանավորման հիմքերի մասով բողոքարկել են։ Առաջին ատյանի դատարանի որոշումը բացարձակ հիմնավորում չունի, տիպիկ շաբլոնային ձևակերպում է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խուսափել խոչընդոտել քննությանը առանց որևէ փաստարկի հիմնավորման, նշել է փաստաբանը։
Իրավապահներն արդեն 2 օր է փնտրում են Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված Նորածնի մորը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մայրը դեռ չի հայտնաբերվել։ Աշխատանքները շարունակվում են, նշել են գերատեսչությունից։ Երևանի Սարյան պուրակում ակցիա է իրականացվել ի պաշտպանություն Հայաքվե նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանի եւ մյուս քաղաքական բանտարկյալների։ Ակցիայի ընթացքում Հայաքվե նախաձեռնության անդամ Մենյուա Սողոմոնյանը հայտարարել է, որ Հայաստանում ազատազրկումը դարձել է քաղաքական գործիք։ Նրա խոսքով ակցիայի մասնակիցները ցանկանում են հանրությանը հիշեցնել այն մարդկանց մասին, որոնք պայքարել են իրենց ապագայի համար, սակայն այսօր գտնվում են բանտում։ Ակցիայի ընթացքում տեղադրվել է նաեւ խոսափող, որը շղթայված է որպես խորհրդանշական քայլ, ցույց տալու, որ Ավետիք Չալաբյանը կալանավորված է եւ չի կարող խոսել։ Պուրակում տեղադրված է նաև գրատախտակ, որի վրա քաղաքացիները կարող են Չալաբյանին նամակներ գրել։ Հայ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 2-ից 8-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված առայստական բանականության միջազգային օլիմպիադայում։ Հայաստանն այս տարի ներկայացրել է միանգամից 2 թիմ յուրաքանչյուրում 4-ական աշակերտ, այս մասին տեղեկանում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ Օգոստոսի 10-ին Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամսյակի կապակցությամբ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի եւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը։ Այս մասին հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնականներ դրում, ինչպես նախորդ տարի տեղի ունեցած գագաթնաժողովի կայացման, այնպես էլ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի եւ վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։ Ընդգծվել է առկա հումանիտար խնդիրները հասցեագրելու կարեւորությունը, ասված է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ TRIP նախագծի շրջանակում ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծություն են իրականացրել Հայաստանի տարածքում եւ նույնիսկ որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի այս հարցի լուծումը, քանի որ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրը նախ եւ առաջ կարող է անհրաժեշտ լինել հենց Հայաստանին։ Ալիևը նշել է, որ ներկայում Հայաստանի էներգիայի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ ատոմակայանը, որի կառավարումը նրա պնդմամբ հայկական կողմի ձեռքում չէ։ Նա հայտարարել է, թե ատոմակայանը հնացած է եւ պոտենցիալ վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար, թեև ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները վերջին այցի ընթացքում ընդգծել են, որ ատոմակայանի աշխատանքը որևէ վտանգ չի ներկայացնում։ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, ինչպես ձեզ հայտնի է, մեր նախաձեռնությունն է։ Ադրբեջանի հիմնական մասը նրա անբաժանելի հատվածի Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքներ։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Մենք վստահորեն եւ շատ հմտորեն շարժվում մոտենում ենք այդ նպատակին եւ արդեն գրեթե հասել ենք դրան, նշել է Ալիևը։ Նրա խոսքով տարածաշրջանը էներգետիկ ճգնաժամ է ապրում, որը կարող է խորանալ։ Եղանակը առաջիկա օրերին օգոստոսի 13-ից 17-ի գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 13-ից 17-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալերտներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։